Գոյություն ունի մի ողբերգական պատրանք, երբ միլիոնավոր մարդիկ հավատացին, որ իրենց հավատքը կարող է կանգնեցնել գնդացիրների կապարե անձրևը։ Խոսքը Չինաստանի պատմության ամենասարսափելի ինքնախաբեության, իխետուանների կամ բռնցքամարտիկների ապստամբության մասին է։ 19-րդ դարի վերջին, երբ օտարերկրյա կայսրությունները անկթաբար մասնատում էին հնագույն Չինաստանը, պղծելով նրանց սրբավայրերը ժողովրդի մեջ, արթնացավ կուրացնող մի ցասում։ Փոխանակ արդիականացնելու իրենց բանակը, նրանք ստեղծեցին գաղտնի միաբանություններ, որտեղ հոգևոր վարժությունները և հնագույն մոգական ծիսակարգերը համարվում էին գերագույն զենք։ Ֆանատիկոսները կուլ էին տալիս հատուկ թալիսմանների մոխիրը և պարում էին կրակի շուրջ, հավատալով, որ այդ տրանսը իրենց մաշկը կդարձնի բացարձակապես անխոցելի արևմտյան գնդակների համար։ Անգամ կայսրուհի Ցիսին հավատաց այս խելահեղ հեքիաթին և պատերազմ հայտարարեց աշխարհի 8 ամենահզոր արդյունաբերական տերություններին միաժամանակ։ Զինված, միայն ժանգոտված սրերով, նիզակներով ու մերկ բռունցքներով, չինացի գյուղացիները երգելով և աներևակայելի քաջությամբ մետվում էին ժամանակակից հրետանու և գնդացիրների դեմ։ Նրանք վստահ էին, որ փամփուշտները պարզապես ետ կթռչեն իրենց կրծքից։ Սակայն Պեկինի պատերի տակ մոգությունը անզոր գտնվեց, սառը և դաժան մետաղի առաջ։ Արևմտյան տեխնոլոգիան անկթաբար հոշոտեց հազարամյա առասպելները, ապացուցելով, որ երբ ազգը կուրանում է ֆանատիզմից և հրաժարվում է գիտությունից, նա դատապարտված է կործանման։ Այս պատմությունը դաժան դաս է այն մասին, որ հրաշքները չեն փրկում։ Պատերազմում փրկում է միայն զարգացած